Կինը նավի վրա դժբախտություն է, ասում էին բոլորը, բայց այս հայուհուն դա չկանգնեցրեց։ Անիտա Կոնտին օվկիանոսագետ էր, մի կին, ով կոտրեց իր ժամանակի բոլոր սահմանները։ Նրան անվանում էին օվկիանոսի տիրուհի, շրջազգեստով Մագելլան։ Հայաստանում նրա մասին քիչ են խոսում, իսկ Ֆրանսիայում նրա անունով գրադարաններ, դպրոցներ ու փողոցներ կան։ Նա ծնվել է 1899 թվականին Ֆրանսիայում։ Նա գրում էր. «Իմ հայրը հայ էր, ով սովորեցրեց երբեք չբողոքել, ոչ ցրտից, ոչ քաղցից, ոչ դժվարությունից։ Այն տարիներին կանանց գրեթե չէին ընդունում ծովային գիտարշավների, բայց նա գնաց։ Նա աշխատեց ձկնորսական նավերի վրա, ապրեց ամիսներով ծովում, փոթորիկների մեջ, տղամարդկանց հետ հավասար։ Սկզբում նրան չէին ընդունում, հետո սկսեցին հարգել։ 1930-ականներից սկսած նա մասնակցում է գիտական նավարկությունների, ուսումնասիրում օվկիանոսի ջրերը, ձկնային պաշարները, ստեղծում քարտեզներ և փաստագրում ձկնորսների կյանքը։ Նա առաջիններից էր, ով բարձրաձայնեց. օվկիանոսը անվերջ չէ։ Նա զգուշացնում էր, եթե չխնայենք ծովը, այն կդատարկվի։ Այսօր աշխարհը նոր է հասկանում այդ խոսքերի արժեքը»։